Խորը ցավով տեղեկացանք, որ Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է 28-ամյա Ալետա Նիկոյանը, դերասան և բլոգեր Նորայր Նիկոյանի հարազատ քույրը։ Ըստ հրապարակված տեղեկությունների, հունիսի 25-ին ժամը 00:10-ի սահմաններում նրա վարած Հյունդայի Էլանտրա մակնիշի ավտոմեքենան Աթենքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել Հրազդան մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին, ստացած ծանր վնասվածքների հետևանքով երիտասարդ կինը հիվանդանոցում մահացել է։ Ալետա Նիկոյանի մահը մեծ հարված է ոչ միայն նրա ընտանիքի, այլև բոլոր այն մարդկանց համար, ովքեր ճանաչում էին նրան որպես հոգատար մայր, սիրող քույր և կյանքով լի երիտասարդ կին։ Ամենացավալին այն է, որ նրա երկու մանկահասակ երեխաները մնացին առանց մայրիկի։ Այսպիսի ողբերգությունները հերթական անգամ հիշեցնում են, թե որքան փխրուն է մարդկային կյանքը։ Երեկ դեռ ծրագրեր, երազանքներ և ընտանեկան ջերմություն ունեցող երիտասարդ կինն այսօր այլևս մեզ հետ չէ։ Նրա երեխաները կմեծանան իրենց սրտերում պահելով մոր հիշատակը, նրա ժպիտը, հոգատարությունը և այն սերը, որը նա հասցրել է փոխանցել նրանց կարճ, բայց իմաստալից կյանքի ընթացքում։ Սոցիալական ցանցերում բազմաթիվ մարդիկ արդեն իսկ ցավակցություններ են հայտնում ընտանիքին, նշելով, որ Ալետան բարի, լուսավոր և անկեղծ անձնավորություն էր։ Նրա մահվան լուրը խորապես ցնցել է ընկերներին, հարազատներին և հետևորդներին, ովքեր չեն կարողանում հավատալ, որ երիտասարդ կյանքն այսքան անսպասելի ու ողբերգական ավարտ ունեցավ։ Այս ծանր պահին մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում Նիկոյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին և հատկապես Ալետայի փոքրիկներին։ Թող նրանք ուժ գտնեն հաղթահարելու այս անչափ ծանր կորուստը, իսկ Ալետա Նիկոյանի հիշատակը վառ կմնա ու լուսավոր բոլոր նրանց սրտերում, ովքեր սիրել և գնահատել են նրան, հոգիդ խաղաղություն գտնի։ Առավոտյան Շամշան.com-ը հայտնել էր, որ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հյունդայի Էլանտրան բախվել է Հրազդան մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին, 28-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր ի դեպ մոտ 25 րոպե առաջին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության, Պարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ տարածքը սահմանազատել են պարեկները։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Հիշեցնենք, որ Նորայր Նիկոյանը հայկական շոու բիզնեսում հայտնի է որպես դերասան, հումորիստ և բովանդակություն ստեղծող, ունի մեծ լսարան սոցիալական ցանցերում։ Ալետայի մահվան մասին լուրը մեծ արձագանք է ստացել համացանցում և բազմաթիվ օգտատերեր ցավակցական գրառումներ են հրապարակում ընտանիքի հասցեին։ Թե ինչն է եղել վթարի պատճառը, հայտնի չէ, քննությունը դեռ շարունակվում է, ուստի ցանկացած խոսակցություն պատճառների մասին առայժմ միայն ենթադրություն է։ Նման դեպքերում սովորաբար ուսումնասիրվում են հնարավոր վարկածները, առողջական հանկարծակի խնդիր վարելու ընթացքում, արագության գերազանցում, ղեկի կառավարման կորուստ, հոգնածություն, մեքենայի տեխնիկական անսարքություն, ճանապարհային պայմանների ազդեցություն, սակայն այս վարկածներից որևէ մեկը պաշտոնապես չի հաստատվել Ալետա Նիկոյանի գործով։ Համացանցում որոշ կայքեր վերնագրերով գրում են, թե հայտնի է պատճառը, սակայն նյութի բովանդակության մեջ որևէ նոր փաստ չի ներկայացվում, այլ պարզապես կրկնվում են վթարի մասին արդեն հայտնի տեղեկությունները։ Եթե առաջիկա ժամերին քննչական կոմիտեն, ներքին գործերի նախարարությունը կամ ընտանիքի անդամները նոր տեղեկություններ հրապարակեն, հնարավոր կլինի ավելի հստակ հասկանալ, թե ինչն է հանգեցրել այս ողբերգական վթարին։ Ներկայումս պաշտոնապես հաստատված պատճառ
դեռ չկա։